Բարև ձեզ հարգելի ժողովուրդ։ Մտնում ես TikTok ու տեսնում ես իրար միս են ուտում։ Մեր հայերը, հենց մենք։ Մեզ ոչ մի թշնամի պետք չի։ Մենք ամեն ինչ ենք անում, որ իրար ուտենք, պառակտվենք ու ոչնչանանք։ Ինքնաոչնչացման կնոկեն սխմել ենք ու բաց չենք թողում պրինցիպիալնի, երևի հանուն թասիբի կամ հայրենասեր ենք շատ։ Ժողովուրդ ջան, այդ հարց եմ ուզում տամ։ Դուք տեսել եք ադրբեջանցիների կամ վրացիների մեջ նման երևույթ։ Ինչ որ աղջիկներ հելել են, արդեն մի ամսից ավել է, իրար միս են ուտում, համախմբվում են, հետո մեկը մյուսին դավաճանում, խայտառակ մի հատ պատմություն։ Խնդրում եմ ձեզ, դուս եկեք այս TikTok-ներից, այս հարթակներից, գնացեք ձեր անձնական կյանքերը, ձեր հարցերը, անձնական այդ բոլոր բնույթի հարցերը լուծեք դրսում, այլ ոչ թե sense համացանցում խայտառակ անելով հայ ազգը։ Երկրորդը, որ եթե մտնում ես հայհոյանք, ամենավերջին պղծության աստիճանի հայհոյանքներ, ու ընդհանրապես կապ չունի թե ինչ սեռի ներկայացուցիչ է։ Կին տղամարդ ամենաայլասերված հայհոյանքները օգտագործում են եթերների ժամանակ։ Չեմ հասկանում, նոր տրենդ է, նոր ինչ որ մոդա է, լսարան հավաքելու ձև է, ինչ որ սաղը դոգիզմով եք, էլի տարապում, չեմ հասկանում։ Ասենք այդ ինչ ձև է, էլի։ Ձեզ դնում եք ամենաթույն հայրենասերի տեղ, հելնում եք իբր ադրբեջանցի եք ծբխում, հետո հելնում իրար տիրումեր եք անում, ամենավերջին հայհոյանքները արտահայտվելով ուղիղ եթերներում, ընդ որում եւ ադրբեջաներ են, եւ վրացեր են, եւ հայեր են։ Դուք ձեր ինքնասիրություն, թասիբ, լրիվ կորցրել եք, չեմ հասկանում, այս ինչ ձև է։ Ասենք դուք ուզում եք ասեք, որ սա նորմալ է, ու պայքարի ձև է, ու սա ժողովուրդը պետք է ընդունի, հանդուրժի։ Դուք դրել եք ձեզ թույն հայրենասերի տեղ, հելնում եք ինչ որ դեբատների, կռիվների, ամենայլասերված բառերը, բառապաշարը օգտագործելով, որպեսի փորձեք դիմացինին փաստի հանրության առաջ հանեք դավաճան։ Ժողովուրդ դուք գժվել եք։ Դուք իրոք գժվել եք։ Էս ինչ եք անում։ Ասենք դուք նորմալ եք համարում, որ դուք հելնում եք հենց այդ մեր մանուկներին, մեր երիտասարդներին, պղծում եք, փչացնում եք, անուններ դնում եք հայրենասիրություն, լուրջ եք ասում։ Ու ես գտնում եմ, որ այս ամենի մեղավորը մեր հանրությունն է։ Ովքեր որ գնում լայքում են, ասում են դուխով աղջիկ է, դուխով տղա է, ճիշտ աղջիկ է։ Դրա ճիշտը ո՞րն է, մի հատ ինձ կարաք ասեք։ Եթե մարդը մի հատ նորմալ բառապաշար չունի, կամ էլ իր հայհոյանք տալով է ուզում իր դուխն ու հայրենասիրությունը ցույց տա, դե գնանք մեռնենք էլի ուրեմն սաղս։ Էս ինչ պահված կա, մի հատ մտածել եք կողքից ինչ տեսարան է, կողքից ինչ տեսք ունեք խայտառակ։ Հասկանում եք ինչ եք անում բոլորդ միասին։ Էս ինչ բան է։ Մի հատ ուշքի եկեք։ Հերիքու բոլ եղավ արդեն։ Ինչքան էլ ուզում ա դուք լավ գործ անեք։ Եթե դուք հայա խառը նման եթերներ եք անում, դուք իմ համար ոչ մեկ եք։ Իզվաց նիկակ։ Հասկացեք այս պարզ բանը։ Հերիք արդեն աղավաղ եք, մեր լեզուն, մեր պահվածքը, հայի անունը, հայ դաստիարակությունը, հերիքա ոտնահարեք։ Ինչ չաթե հայրենասիրություն եք խաղում։ Խոռոփած ունեմ ձեր հայրենասիրության վրա։ Եթե դուք ամենավերջին հայա խառը բառամթերքով պետքա հանդես գաք։ Հային պետքա նմանը ներկայացնի, ուրեմն գնամ մեռնեմ ես։ Թե պատկերացնում եք, որ ձեզանից պակաս գիտենք այդ բառերը։ Թե պատկերացնում եք, որ ձեզանից պակաս դուխով ենք, որ նման բառապաշարով խոսենք։ Հələ հավաքեք ձեզ, արա, ամոթա։ Որ ասեմ զզվելի եք, որ ասեմ անտանելի եք, ոչինչ չասեմ։ Էս ինչ պահված կա։ Հասկացանք մի օր ներվայնացակ, ասենք բերնից սայթակում եղավ, բայց չէ դարձրել եք պրիվիչկա։ Դարձրել եք էսի արդեն նորմալ երևույթ համացանցում ու խայտառակ անելով մեր ազգը գնում եք։ Ստոպ տվեք ըլը։ Ձեզանից 100 անգամ բարդ չեմ անում, բառապաշարով կարամ հանդես գալ։ Եթե դա է հզորությունը, եթե դա է հայրենասիրությունը, կներեք ես չեմ ուզում լինել հայրենասեր։ Կներեք էլի։ Ավելի լավ է գնացեք մտեք ձեր տները։ Խայտառակ մի եղեք։ Մեզ էլ հետը խայտառակ մի արեք։ Հələ մի հատ հելեք մտեք քաղաքում չեմ անում տարբեր տեղեր։ Հələ ջահելության բառապաշարը նայեք։ Դուք հասկանում եք, որ այդ մարդկանց ուղեղը, կյանքը ամեն ինչը խառնում եք իրար։ Դուք չեք կարա այդ բառապաշարով հայի պատիվը բարձր պահեք։ Չեք կարա, այդի աբսուրդի ժանրից է։ Ժողովուրդ, ինչքան էլ հարգեմ ձեր գործունեությունը, ինչքան էլ հանդուրժեմ ձեր գործունեությունը, բայց չեմ կարա սուս մնամ ու չարտահայտվեմ։ Դուք հակառակը հային խայտառակում եք, ոչ թե թասիբն եք պահում։ Ոնց ուզում եք, գնացեք մտածեք։
Մենք թույն սենց բլոգերներ, քաղաքական սենց հայրենասերախառը Անգելեիք ուզում էիք մերի էջը փագել տայք, բա մի օր այդ տանձի պոչեր, հելնեիք կպնեիք իրար, ես համացանցը մակրեիք ես պղծվածներից, որ եթերը վրցնում ես ինչքան թուլա կա, ինչքան լակոտ լուկուտ կա, ինչքան պղծված կա, երեխա քրֆելով մանա գալիս, ու դուք սենց համով ուտում եք դա։ Ես ես վավշի արդեն չեմ հասկանում, ես ընդհանրապես չեմ հասկանում ինչա կատարվում հայի հետ, դուք ոնց եք հանդուրժում, Այս TikTok-ում, այս խայտարակությունը դուք ոնց եք հանդուրժում, կին, տղամարդ քրֆելով, երեխա, ծնող, խառը, հետո էլ գնում եք արան, դե զանգվում եք ինչ-որ իրար քյաստում եք անում եք ձեր քֆուրները, գալիս եք իրար ծաղիկ եք նվիրում, հորս արև գժվել եք դուք, խես խայտարակություն է ես չեմ հասկանում, լավ սրա վերջը եբ է գալու, եբ եք խելքի գալու, եբ եք ես երևույթի դեմ պայքարելու, Ուզում ես քաղաքական ինչ-որ դիրքորոշում ունեցի, ուզում ես գնա տանձի սատարի, ինչ չի ուզում, բայց բերանդ նորմալ բացի։ Երեխեք են լսում, կանայք են լսում, միտեղ հնարավոր չի ժողովրդի մեջ TikTok բացելը, որովհետև կարող է բացես ու պատական հայտնվես հենց սրբապղծի եթերում, որ ակաժները թափի պրոստը։ Ես ինչ բան արա, դարձրել եք լրիվ պոռնկանոց։ Յուրաքանչյուր համացանց, որտեղ որ մտնում եք, դարձնում եք պոռնկանոց։ Ուշքի եկեք։ Մեր սերնդներն են նայում։ Ու ոնց ենք դաստիարակելու այդ սերնդին։ Սրանով ինչ օրինակ ենք ծառայելու մեր սերնդներին։ Էսա մեր օրինակ ծառայելը։ Հələ մարդ չգիտի լացի թե ինչ անի։ Հələ ուշքի եկեք։ Խելքի եկեք։ Հերիքա արդեն մեզ խայտարակեք։ Այսքանը